Գիրք Ծննդոց, գլուխ 4. Եվ Ադամը գիտած իր կինը Եվան, և նա հղացավ և ծնեց Կայենը, և ասեց. մարդ ստացա Եհովայով, և դարձյալ ծնելիս ծնեց նրա եղբայր Հաբելը, և Հաբելը ոչխարների հովիվ էր, բայց Կայենը երկրագործ էր, և եղավ, որ օրեր անցկենալուց վերջը Կայենը երկրի պտղիցը Եհովային ընծա մատուցրեց, և Հաբելն էլ մատուցրեց իր ոչխարների անդրանիկներիցը և նրանց պարարտներիցը, և Եհովան Հաբելին և նրա ընծային մտիկ արավ, բայց Կայենին և նրա ընծային մտիկ չարավ, և Կայենը շատ բարկացավ և երեսը կախեց, և Եհովան Կայենին ասեց. ինչու ես բարկացել, և ինչու ես երեսդ կախել, չէ՞ որ եթե բարի լինիս, կբարձրանա, բայց եթե բարի չլինիս, մեղքը դրան մոտ պառկած է, և նա քեզ է փափագում, բայց դու իշխիր նրա վրա։ Եվ Կայենն իր Հաբել եղբոր հետ խոսեց, և եղավ, որ երբ որ նրանք դաշտումն էին, Կայենը վեր կացավ իր եղբայր Հաբելի վրա և սպանեց նրան։ Եվ Եհովան ասեց Կայենին. ո՞ւր է քո եղբայր Հաբելը։ Եվ նա ասեց. չգիտեմ, միթե ես եղբորս պահապանն եմ։ Եվ նա ասեց. ինչ ես արել, քո եղբոր արյունի ձայնը երկրիցը բողոքում է դեպի ինձ, և հիմա դու անիծյալ լինիս այն երկրիցը, որ իր բերանը բացավ եղբորդ արյունը քո ձեռքից ընդունելու։ Երբ որ երկիրը գործես, նա այլևս իր արդյունքը չտա քեզ, երկրի վրա աստանդական ու թափառական լինիս։ Եվ Կայենն ասեց Եհովային. իմ մեղքը մեծ է, քան թե թողություն, ահա ինձ այսօր երկրի երեսիցը արտաքսեցիր, և ես քո երեսիցը պիտի թակ կենամ, և երկրի վրա աստանդական ու թափառական պիտի լինիմ, և կլինի, որ ամեն ինձ գտնողը ինձ կսպանե։ Եվ Եհովան ասեց նրան. ուրեմն ով որ Կայենին սպանե, նրանից 7 պատիկ վրեժ առնվի։ Եվ Եհովան մի նշան դրավ Կայենի վրա, որ ամեն ով որ նրան գտնե, չսպանե նրան։ Եվ Կայենը Եհովայի երեսի առաջից դուրս գնաց և Նայիդ երկրումը բնակվեց Եդեմի արևելքում։ Եվ Կայենը գիտած իր կինը, և նա հղացավ և ծնեց Ենոքը, և մի քաղաք էր շինում, և այն քաղաքի անունը իր որդու անվան պես Ենոք դրավ։ Եվ Ենոքը ծնեց Գայիրադը, և Գայիրադը ծնեց Մայիելը, և Մայիելը ծնեց Մաթուսայելը, և Մաթուսայելը ծնեց Ղամեքը, և Ղամեքը 2 կին առավ իրան, մեկի անունը Ադդա և երկրորդի անունը Սելլա էր։ Եվ Ադդան ծնեց Հոբելը, որ վրանաբնակների և խաշնարածների հայրն եղավ, և նրա եղբոր անունը Հոբալ էր, որ բոլոր քնարահարների և սրնգահարների հայրն եղավ։ Եվ Սելլան էլ ծնեց Թոբել Կայենը, որ պղնձից ու երկաթից ամեն տեսակ գործիք էր շինում։ Եվ Թոբել Կայենի քույրն էր Նաաման։ Եվ Ղամեքն իր կանանցը Ադդային և Սելլային ասաց. լսեցեք ձայնս, ով Ղամեքի կանայք, ականջ դրեք իմ խոսքին, որ մի մարդ սպանեցի, ինձ վերք, ու մի երիտասարդ ինձ հարվածք լինելու համար։ Եթե Կայենի վրեժը 7 պատիկ առնվի, ապա Ղամեքինը 77 անգամ։ Եվ Ադամը դարձյալ գիտած իր կնոջը, և նա մի որդի ծնեց, և նրա անունը կոչեց Սեթ, որովհետև ասաց. Աստվածն ինձ մի ուրիշ սերունդ տվավ Հաբելի փոխանակ, որին սպանեց Կայենը։ Եվ Սեթին էլ մի որդի ծնվեցավ, և նրա անունը կոչեց Ենովս։ Այն ժամանակ սկսվեցավ Եհովայի անունը կանչելը։